Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրող բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակսրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։ Նրա կյանքն ու գործունեությունը սերտորեն կապված են կրթության, գիտության և մշակույթի հետ։ Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, համալսարանի ռեկտոր, քոլեջի տնօրեն, նա տարիների փորձ և գիտելիք է սերմանել սերունդների կրթության և դաստիարակության գործում։ Նրա մասնագիտական ճանապարհը սկսվել է դպրոցից, ուսուցչի պատասխանատու և նվիրական աշխատանքից։ Իսկ այսօր նա ղեկավարում է կրթական կարևոր ուսումնական հաստատություններ, շարունակելով նաև իր մոր թողած մասնագիտական և բարոյական ժառանգությունը։ Նա հաջողակ ղեկավար է, գիտնական, մանկավարժ, կին, այսօր նաև շատ սիրող տատիկ, ով կարողացել է համադրել ընտանիքն ու մասնագիտական գործունեությունը, պահպանելով ընտանիքի ջերմությունն ու կանացի հմայքը։ Մշակույթ համալսարանի ռեկտոր, Հայնագետային քոլեջի տնօրեն Տաթևիկ Գյուրեղյանին ենք բացահայտելու այսօր, առանց փողկապի։ Հրաշալի անձնավորություն է, հավատացեք, կիրթ, զուսպ, զարգացած, հաճելի, շատ բարի, շատ էմոցիոնալ անձնավորություն է։ Առաքինի, արժանապատիվ, նրբանկատ, կիրթ։ Տաթևիկը բացառիկ բնավորություն ունի, մարդկանց չկորցնելու հատկություն ունի։ Ինքը կարող է իր մարդկային տեսակով քո վրա ազդի։ Շատ է սիրում դիսցիպլինա, սիրում է, որ ամեն ինչը լինի տեղը տեղին, եւ վարչական աշխատողների հետ, եւ դասախոսական կազմի, եւ երեխաների։ Միշտ գիտի քեզ ինչ է պետք, միշտ գիտի ուսանողին ինչ է պետք։ Պատրաստական է աջակցության, այն աստիճանի է պատրաստական, որ երբ տեսնում է շրջապատում որևէ մեկը ինչ-որ խնդիր ունի, որի լուծման մեջ ինքը կարող է դեր ունենալ, նա չի սպասում, որ իրեն դիմեն կամ խնդրեն։ Միանգամից առանց վարանելու ինքը իր հնարավոր օգտակարությունն է առաջարկում։ Շատ առատաձեռն է, բոլոր առումներով։ Դու միշտ վստահ ես, որ եթե որևէ հարցով իրեն դիմես, ինքը անպայման քեզ օգնելու է։ Հոգատար, հյուրընկալ, կարող եմ առանձնացնել, որ հյուր ընդունելուց պարտադիր դետալային մտածում ամեն ինչ։ Ամենակարևոր հատկանիշը, որ կառանձնացնեմ մայրիկի մեջ, համբերատարությունն ու հոգատարությունն է։ Շատ մեր ընտանիքի ամենահամբերատար անձն է։ Բարև ձեզ եւ շնորհակալ եմ մեր ժամանակ հատկացնելու համար։ Շնորհակալ եմ։ Մանկությունն այն վայրն է, ուր մենք մեծահասակներս միշտ սիրով ենք հյուր լինում եւ մեզանից առավել խելամիտներն այն երբեք էլ չեն լքում։ Այ եթե դուք փորձեք մանկություն տեղափոխվել։ Մանկությունս անցել է խաղաղ պայմաններում, հրաշալի ընտանիքում, մանկավարժների ձեռքի տակ, այսպես ասած։ Մանկավարժներ, որոնք սերմանել են աշխատասիրությունը, նպատակասլացությունը, պատասխանատվությունը, խաղաղ ենք ապրել, հանգիստ, գոհ եմ իմ մանկությունից։ Մանկավարժության նկատմամբ սերը մանկության տարիներին էլ ծնվեց ձեր մեջ։ Այո, շատ վաղ ժամանակներում։ Եթե անկեղծանամ, այո,
առաջին իսկ պահից, երբ հաճախել եմ դպրոց, առաջին դասարան։ Այս մասին շատերը գիտեն, որովհետև այն սերը հարգանքը, որ նվիրվածությունը իմ ուսուցչուհուն տարել է ինձ իր ուղիով։ Այն ճանապարհը ինքը հարթեց ինձ համար։ Եվ ես ավարտելով դպրոցը ընդունվեցի Խաչատուր Աբովյանի մանկավարժական ինստիտուտը նույն մասնագիտությամբ։ Իհարկե, առաջադեմ ուսանող էր, Տաթևիկ աչքի էր ընկնում իր սովորելով, իր մտածողությամբ, ունի շատ հետաքրքիր քննադատական մտածողություն, կարողանում էր յուրաքանչյուր բացասական բանի մեջ գտնել մի դերականը։ Ասում են, որ մանկության տարիների ձեր խաղերն էլ ուղեկցվում էին ուսուցչի, դպրոցի, դասի։ Ուղեկցվել են, այո, ես թաքցնում էի, որ պետք է դառնամ ուսուցչուհի, որովհետև ծնողներս հաճախ խոսում էին բժշկությունից։ Եվ ես հաճախ իմ տիկնիկներին հավաքում էի, խաղում նրանց հետ դպրոց եւ իմ ուսուցչի կերպարն էի մարմնավորում։ Ստուգում էի տնային աշխատանքները, գնահատում այդ ժամանակվանից ի վերուստ այն սերը իմ ուսուցչի հանդեպ մղել է ընտրելու նույն մասնագիտությունը։ Ինչպես դպրոցը, այնպես եւ մանկավարժական ինստիտուտը, այն ժամանակ ավարտեցիք գերազանցությամբ։ Պիտի վերադառնայիք դպրոց։ Վերադարձա դպրոց, իրագործելու իմ վաղեմի երազանքը, սիրով, մեծ պատասխանատվությամբ։ Երիտասարդ ուսուցչուհի էի, դասվար, հիշում եմ, որ շատ մեծ ջերմությամբ ինձ ընդունեց իմ կոլեկտիվը, որոնց ներդրումը նաև կա իմ կայացման գործում։ Շնորհակալ եմ նաև իրենց։ Տիկին Գյուրեժան, ինձ հետաքրքիր է այդ սերը վաստակելու արվեստը, բանաձևը, ո՞րն է ձեր մեջ։ Դուք վայելում եք բոլորի սերը, բոլոր այն մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ ձեզ հետ գործ են ունեցել։ Քանի որ սիրել եմ աշակերտներին, սիրել եմ մանկավարժներին, 20 տարի աշխատել նրանց մեջ եւ ընտանիքս էլ նաև մանկավարժներ են եղել, գնահատելով այդ սեր աշխատանքը նրբանկատորեն եմ մոտեցել բոլորին, հասկանալով այդ ծանր աշխատանքի բեռը եւ իհարկե այդ համագործակցությունը միակողմանի չի եղել է փոխադարձ, սիրով, վստահության պայմաններում։ Տաթևիկը բարեսիրտ է, կամեցող, մեղմաբարո, հաղորդակցման մեջ սիրալիր, եթերային էություն ունի։ Մարդ էր մեծատառով։ Ընդհանրապես Տիկին Կուրեղյանը, Տաթևը հիանալի մարդ է, մարդ մեծատառով, ոչ միայն լավ մարդ է, նաև լավ մայր, լավ գործընկեր։ Ձեռքը միշտ լիքն է Տաթևիկի եւ հոգին էլ է այդպես։ Նրա արժանապատվությունը, նրա դաստիարակությունը գալիս է նրա մայրիկից։ Հոգատար դուստր է, սիրառատ մայր, ով դաստիարակել է հրաշալի դուստրեր, գորովալի ստատիկ է եւ մեծ ջերմությամբ զբաղվում է նաեւ իր թորնիկի խնամքով։ Որտեղ որ գտնվում է Տաթևիկը, այնտեղ տիրում է խաղաղություն, այնտեղ տիրում է բարություն։ Ձեր մայրը մեծ վաստակ ունի, անուրանալի դեր ունի կրթության ոլորտում եւ այս առումով ինչ որտեղ նաեւ բարդ է ձեր աշխատանքը շարունակել ձեր մոր գործը։ Մայրիկիս աշխատանքը ներդրում է մեծ մանկավարժության մեջ։ Ինքն է հիմնադրել Երևանի մշակույթի համալսարանը եւ երկար տարիներ եղել հիմնադիր, տնօրենը եւ համալսարանի ռեկտորը։ Այս բարդ կոչումը ինքը ստանձնել է մեծ պատասխանատվությամբ, սիրով, լինելով արվեստին շատ մոտ, գնահատող արվեստը, իր ազգայինը պահելու, պահպանելու մեծ ցկտումը շարունակել է արարել եւ մինչեւ այսօր էլ այդ առաքելությունը ես ինքս շարունակում եմ նույն անխախտ գիտակցությամբ։ Իսկ ինձ հետաքրքիր է հեշտ այդ որոշումն ընդունեցիք։ Ինձ համար բավականին դժվար էր վերցնել այդ պատասխանատվությունը, իմ ամուր հենարանը ինքն է, ինձ ուժ տվող, միշտ աջակցող, եւ դրա շնորհիվ է նաեւ որ աջակցում է եւ ես ունենում եմ ձեռքբերումներ, միշտ առաջ եմ մղում որպես երիտասարդի։
Կյուրաքյան, կանանց մասին որպես ղեկավարներ տարատեսակ կարծիքներ կան։ Այդ ձեր կարծիքով հեշտ է կին ղեկավար լինելը։ Կարծում եմ այո, որովհետև կինը մայր է, ավելի նրբանկատ, ավելի մեղմ, նաև պահանջկոտ, ինչու՞ չէ։ Չէ որ կրթում ենք սերունդներ, դա էլ իր ուրույն տեղն ունի։ Իսկ ինչ է կարծում հեշտ է ձեզ այդ աշխատելը։ Այդ իմ կոլեկտիվը կարծում եմ կպատասխանի այդ հարցին։ Իր հետ շատ հեշտ է աշխատելը, բայց նաև իր այդ տեսակի հետ միասին ինքը կարողանում է արդյունքներ ստանալ, թե դասավանդման process-ից, թե ասենք պահանջելու առումով։ Այո, շատ հեշտ է, նա շատ նրբանկատ է եւ 15 տարի մենք միասին աշխատում ենք։ Ես չեմ տեսել մի անգամ նա հունից դուրս գա եւ կորցնի հավասարակշռությունը։ Շատ հեշտ է, լարվածություն չի ստեղծում։ Հոգատար է, կարեկից է ընկերոջը, միշտ ընկերոջ կողքին է։ Ինքը իր գործի պրոֆեսիոնալն է։ Հրաշալի անձնավորություն է, հաճույք է նրա հետ շփվելը, հաճույք է նրա հետ աշխատելը։ Այդ հավասարակշռությունը, այդ բարությունը փոխանցում է ողջ անձնակազմին, պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողներին։ Աշխատում եմ լինել անփերատար մեն, որովհետև սիրո ծնունդ է մեր համալսարանը եւ մշակութային մարդիկ են, որոնք իրոք ոչ մի երան չեն խնայում։ Մեր կողքին է հզոր պրոֆեսորադասախոսական կազմը, արվեստագետները, որտեղ կրթում են, դասերակում են միաժամանակ, փորձում են բարոյական դասերակությունը սերմանել, որովհետև ուզում են դառնալ լավ մարդ, իտանի մարդ, միաժամանակ արվեստը պահող եւ պահպանող։ Եթե իրենք կորցնեն իրենց ապրելու գեղեցիկ այդ կոչումը, որը տալիս են մեր ուսուցիչները, կարծում եմ արդյունքը մեր աշխատանքի այդքան էլ արդյունավետ չի լինի։ Ուժը մեծ է մեր դասախոսների, որոնք միշտ մեր կողքին են, շնորհակալ եմ նաև իրենց։ Կոլեկտիվը իրեն շատ սիրում է, որովհետև ինքը շատ մարդկային տեսակ է։ Երևի կոլեկտիվում չկա այդպիսի դասախոս, չկա ուսանող, որ Տաթևիկ Սուրենովնային շատ չսիրի։ Ինքը մի տեսակ կարողանում է մարդու մեջ արտնասնել մարդկայինը եւ այդ նույն վերաբերմունքով էլ դու ես իր հետ առնչվում։ Այսինքն այդ մարդկային տեսակ իր մոտ շատ բարձր է։ Մենք ուղղակի իրան շատ ենք սիրում, եւ որպես մարդ, եւ որպես ղեկավար։ Տիկին Կյուրաքյան, կսխալվեմ, եթե ասեմ, որ մշակույթի արվեստի նկատմամբ սերն էր մշակույթամասանի ծնունդը, որտեղ մասնագիտությունները բացառապես հայկական մշակույթի ու արվեստի հետ են զուգորդվում։ Այո, մշակույթը գնահատվել է եւ մայրը շատ մոտ լինելով մշակույթին, սիրելով, գնահատելով, իր շուրջը հավաքելով բանիմաց արվեստագետների, մշակույթի մեր ճանաչված մարդկանց, միշտ հարգել է լսել նրանց խորհուրդը, կարծիքը եւ համալսարանը հիմնադրելու ժամանակ մենք հիմնական առաքելությունը համարեցինք պահել, պահպանել մշակույթը, ստեղծել հիմնարար արժեքներ, տալ հզոր գիտելիքներ, գործնական հմտություններ եւ փոխանցել այն սերունդներին։ Համալսարանը գործում է շուրջ 30 տարի, արդեն 30 տարեկան է։ Երբեմն նախանձով եմ ասում, եղել է ժամանակ, որ մայրս նվիրվել է այս գործին անմնացորդ, մեզ նույնիսկ անտեսելով այդ ժամանակահատվածում, բայց ասում էր մի նեղացեք իր զավակներին, հիշեք, որ սա իմ փոքր երեխան է, ես պիտի խնամեմ, մեծացնեմ եւ այդպես էլ եղավ, խնամեց, մեծացրեց եւ կառույցը հանձնեց վստահորեն ինձ։ Այսպեսին եք պատկերացնում 30 տարի առաջ համալսարանի այսօրը։ Պատկերացնում եմ, այո։ Ինքը իր պտուղները քաղեց 30 տարի անց, որովհետև մեր վաստակաշատ դասախոսների, աշխատակիցների, ուսանողների ջանքի եռանդի շնորհիվ համալսարանը ծաղկեց, որովհետև իրենք ոչ միայն մեր երկրում, մեր սահմաններում, այլև երկրի սահմաններից դուրս ցույց են տալիս իրենց արվեստը։ Այո, եւ տարածում սերունդների։ Այստեղի սաներից շատերը հետո գալիս են կոնսերվատորիա։
Այսինքն մենք նաև ապահովում ենք այդ մակարդակը, որ երեխան գա կոնսերվատորիայում հանձնի քննությունները եւ կարողանա մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալ։ Կրթօջախի մասին լավագույնս խոսում են նույն այդ կրթօջախի սաները, մարդիկ, ովքեր դուրս են եկել այստեղից ու բարձր են պահում կրթօջախի անունը։ Ես վստահ եմ, որ մշակույթ համալսարանը տվել է շրջանավարտներ, որոնցով այսօր նաև համալսարանը հպարտանում։ Այո, շուրջ 2000 ավելի շրջանավարտներ է տվել համալսարանը, հպարտորեն կարող եմ ասել, որովհետև այսօր մեր շրջանավարտները զբաղեցնում են լավագույն բեմերը, բեմահարթակները, այդ մեղմ երաժշտությունը, պարային կատարումները, երաժշտական գործիքների կատարողական արվեստը, դիզայն մասնագիտությունը, բոլորը իրենց ասպարեզներում փայլում են եւ մեծ հաջողությունների են հասել։ Ես միշտ ասում եմ, մշակույթում սովորում են այն երիտասարդները, ովքեր սիրով հավատարմագրվել են։ Եվ մենք չենք կարող նրանց երբեք թաքցնել, նրանք երևալու են, միևնույն է, եւ այդպես էլ կա եւ մեր երկրում եւ երկրի սահմաններից դուրս։ Հաճախ վերադառնում են մեծ մրցանակներով, որը մեզ համար մեծ ձեռքբերում է, մեծ պատիվ։ Դա մեր աշխատանքի արդյունքն է։ Շրջանավարտները վերադառնում են համալսարան, նկատի ունեմ որպես մասնագետ, որպես աշխատող։ Ասեմ ավելին, այո, վերադառնում են, սիրով, հիշելով իրենց անցած տարիները, վերադառնում են իրենց ընտանիքներով, իրենց զավակների հետ, բերում են նաև մեզ ուսանողներ, որովհետև հպարտանում են, որ իրենք ավարտել են Երևանի մշակույթի համալսարան։ Տիկին Կյուրեղյան, աշխատակիցները, աշխատանքային թիմը ինչպես է ընտրվում, ինչ չափանիշներին եք ուշադրություն դարձնում, ովքեր կարող են աշխատել ձեր թիմում։ Մեր թիմում կարող են աշխատել ցանկացած մարդ, որը կկարողանա կատարել ժամանակի պահանջները։ Ձևավորվել լավ մարդու տեսակը, որովհետև շփվում են ուսանողների եւ մշակույթ համալսարանի երիտասարդների հետ եւ քոլեջի, որոնց դեռահասության տարիքն է։ Կարծում եմ վստահելով մեզ, վստահելով սերունդներին, մենք վստահելով իրենց, աշխատանքը գնում է հավուր պատշաճի։ Իսկ երբ եւ ինչից է բարկանում Տաթևիկ Կյուրեղյանը, ինչ կարող է ձեզ բարկացնել։ Բարկանում եմ, բայց միայն գլխիկոր եմ անցնում, այդ պահը չեմ բարձրաձայնում, հետո որոշում եմ կայացնում, բայց իմ գործընկերները մի սիրով ասում են. ասեք Տիկին Կյուրեղյան, ասեք, մենք մի թիմ ենք, որտեղ բոլորիս նպատակը մեկն է, հանուն սերնդի կրթության եւ դասերակցության։ Եվ իհարկե հետո շատ սահուն կերպով խնդիրները հարթում ենք, լրացնում, որովհետև ուսանողամետ ենք։ Մենք ամեն ինչ անում ենք հատուկ նրանց համար, եւ համալսարանը եւ քոլեջը յուրաքանչյուր կարողունակ անձի մեջ տեսնում է ամենափոքր բանը եւ փորձում է տալ եւ հանրակրթական կրթություն եւ միջին մասնագիտական կրթություն եւ սատար է կանգնում իր ուսանողներին։ Անկեղծ ասած, երբևէ չեմ տեսել, որ Տաթևիկը բարկացած լինի կամ հավասարակշռությունը կորցնի, ընդհակառակը, գիտեք, զարմանալի ներքին ուժ ունի հնարավոր փորձություններին անտրտունջ հանդուրժողականությամբ վերաբերելու։ Ես իրան բարկացած չեմ տեսել այս 6 տարվա մեջ, ճիշտ է որ ասեմ։ Տաթևի միգուցե այդ բնավորությունը, մարդկային ջերմությունը փոխանցվել է նաև իր երեխաներին։ Ինքը իր բարկությունը երբեք ցույց չի տա եւ ոչ էլ հետո ինչ որ չար բաներ կանի, որ ինչ որ ձևով ինքը իր համեստությամբ, իր խոհեմությամբ կգրավի, որ դու հասկանաս, որ դու
դու սխալ ես։ Բոլոր ընտանիքներում էլ դե ինչ որ սովորական կոնֆլիկտներ լինում են, չէ՞։ Մաման միշտ ձայն չի հանում, որ հանկարծ որևիցե մեկս դրանից չնեղվի կամ ավելի այդ կոնֆլիկտը չխորանա։ Իսկ աշխատանքում եւ աշխատանքից դուրս Տաթևիկ Բյուրեղյանը շատ տարբեր մարդիկ են։ Շատ տարբեր չեմ կարծում եմ։ Իմ բնավորությունը եւ աշխատանքի վայրում մեղմ է եւ տանը լինում են իհարկե պորտկումներ, հանուն աշխատանքի, հանուն հաջողության, բայց տարբերությունը չի նկատել։ Իր համար կարծում եմ տարբերություն չկա աշխատանքը թե մարդկային շփումները։ Ես կարծում եմ իր համար ամեն ինչ հավասար նույն հարթության վրա է։ Մի տեսակ ինչ որ ներքին զսպվածություն ու հղկվածություն ունի, որը բոլոր իրավիճակներում նույն է։ Իր բարությունը, իր հեզությունը, իր հավասարակշռությունը եւ աշխատանքի վայրում է եւ դրսում։ Ինչ է կարծում, ինչ թերություն ունեք։ Թերություններ կան իհարկե, միանշանակ։ Միգուցե թերությունները կասեն իմ ընտանիքի անդամները, ինձ շրջապատող մարդիկ։ Իր թերությունը իր բարությունն է, որ չեմ կարծում, որ մարդիկ օգտվում են այդ թե ուսանողները, թե դասախոսները այդ բարության։ Աթևը անհանգիստ մարդ է։ Ամեն ինչի մասին չափից շատ մտահոգվելու բնավորություն ունի։ Ես այս 16 տարիների ընթացքում ոչ մի թերություն չեմ տեսել Տաթևիկ Սուրենովնայի մոտ։ Ինքը մեր գեղեցկուհի Տիկին Կյուրեղյանն է։ Այնպիսի թերություն, որը ընդգծված լինի եւ մարդիկ նկատեն, ես չեմ նկատել։ Այ կմտածեմ։ Թերություն չունի։ Իսկապես թերություն չունի։ Տաթևը խիստ բարի է, շատ բարի է, վերին աստիճանի հանդուրժող ու բարի է։ Եթե իմ տեսակետից նայեմ, իմ բնավորությունից ելնելով, ես մամային կասեմ, որ չափից շատ համբերատար ես, մի եղի այդքան համբերատար, որովհետև դու ինքդ քեզ ես վնասում։ Միայն մի թերություն կարող եմ ասել, չափից ավելի ներողամիտ եւ հանդուրժող։ Իր չափազանց մեծ հանդուրժողականությունը։ Երևի թերությունը այն է, որ շատ է նվիրվում մարդկանց։ Անթերի ոչ ոք չի լինում, անթերի ոչինչ չի լինում։ Կարևոր որ դու նաև քո թերությունը զգաս, աշխատես եւ շտկես հետագայի համար։ Ղեկավար լինելուց, մանկավարժ լինելուց զատ նաև կին եք, դուստր եք, մայր եք ու նաև տատիկ եք։ Այ ինչպես ես տասում համատեղել այս ամենը։ Բավականին բարդ է, բայց անցկացնում եմ այդ դժվարությունները, հաղթահարելի են, որովհետև սիրելի պաշտոններ ես իրականացնում եւ մայրիկի, եւ որպես դուստր, եւ որպես կին, եւ տատիկ, սիրով, ջերմությամբ, մոռանալով աշխատանքը, համատեղում եմ մեծ սիրով, մեծ ջերմությամբ եւ միշտ ընտանիքի կողքին եմ, իմ ընկերների։ Մայրիկս միշտ մանկությունից սկսած շատ բավարար ժամանակ է մեզ հատկացրել, նույնիսկ չափից շատ, որ երբեմն ես ասում էի, մամ, այդ գերհոգատարությունը հերիք է մեր հանդեպ, հոգնում եմ, ասում եմ, հերիք է։ Մի մտածի այդքան շատ, չափից շատ դժվար է, որովհետև ամենապարտաճանաչը պիտի լինես ու գերազանցիկ սովորող ամեն օր պետքա դասի գնայի ես։ Այդպիսի մի օր չի եղել, որ մամային ասեի, մամ, կլինի այսօր դասի չգամ, ասեր հա կլինի, չէ, պիտի գաս։ Ես գիտեմ նաև որ խոհանոցում եք սիրում ստեղծագործել։ Երիտասարդ տարիներին այդքան ոչ, բայց հիմա քանի որ դերակատարումը մեծացել է նաև որպես տատիկի, այո, հիմա համեղ ավելի շատ բաներ եմ պատրաստում։ Հատկապես կարկանդակներ, որ շատ սիրում եմ։ Շատ փոքրիկ, համեղ, որը գոհացնում եմ այդ տան բոլոր անդամներին։ Տաթևիկի մայրը Քնարիկ Պլեյանը տիկին, լինելով խոհանոցում օրինակելի հայկին, եւ առավել եւս ունենալով Գեղարքունիքի մարզի ծագում, պատվախնդրորեն կրում է պատշաճ հյուրասիրության հարգն ու կարգը, սեփական ձեռքերով պատրաստելու հմտությունները եւ այդ ամենը առատորեն փոխանցել է իր դստերը Տաթևիկին։ Շատ հավանում եմ մամայի ձեռքը, տոլմայա շատ համեղ պատրաստում, քյուֆթա եւ համեղ թխվածքներ է թխում։ Ամեն ինչ շատ համեղ է պատրաստում, ներդնելով եւ հոգի, եւ փորձառություն,
եւ շնոր եւ ամեն ինչ շատ հրաշալի ստացվում է։ Սիրում է գեղեցիկ սպասկադրումով քեզ հյուրասիրել, երբեք չկրկնվող, շատ լավ ձեռք ունի Տաթևիկը ու սիրում է միշտ հյուրեր ընդունել։ Երևանի մշակույթ համալսարանն այսօր ընդունելություն է կատարում երգեցողության, երաժշտական գործիքների, պարարվեստի եւ դիզայնի մասնագիտությունների գծով։ Ովքեր կարող են դիմել համալսարանը։ Մեզ մոտ կարող են ընդունվել յուրաքանչյուր հիմնական կրթություն ավարտած երիտասարդը։ Ընդունելությունները կատարվում են հիմնական կրթության հիմքով, on-line կտակ ծրագրի միջոցով օգոստոս ամսին։ Կարող են դիմել ցանկացած 12-ամյա կրթություն ունեցող երիտասարդը։ Համալսարանը 4 տարի տևողությամբ է գործում առկա մասնագիտությունների գծով։ Ընդունելությունը կատարվում է ԳԹԿ-ի միջոցով, բուհի ընդունելությունը արդեն ավարտվել է առաջին փուլը։ Իսկ ովքեր չունեն 12-ամյա կրթություն, կարող են դիմել հնագետին։ Միանշանակ, սիրո, որովհետև այդ նույն առկա մասնագիտություններն են, որոնք գործում են համալսարանում, հիմնական կրթություն ունեցողները կարող են դիմել կտակ համակարգի միջոցով, գրանցվել եւ ընդունվել Մշակույթի համալսարանի հենագետային քոլեջ։ Ես ասեմ, որ մեզ մոտ հեշտ են ընդունվում, բայց դժվար ավարտում։ Ինձ թվում է, որ ձեզ մոտ չեն ավարտում, միշտ պիտի ձեզ մոտ լինեն։ Կա այդպիսի բան։ Մշակույթից չեն հեռանում։ Կա այդպիսի բան, քանի որ հնարավորությունը ստեղծվեց միջին մասնագիտական կրթության, նաև մեր շրջանավարտները անմիջապես լավ սովորողները շարունակում են իրենց կրթությունը համալսարանի երկրորդ կուրսում այդ նույն մասնագիտությամբ։ Հենագետային քոլեջի գերազանց առաջադիմությամբ շրջանավարտները շարունակում են համալսարանի համարժեք մասնագիտության երկրորդ կուրսում, ովքեր ցանկություն ունեն բարձրագույն կրթություն ստանալու, որպես քոլեջի շրջանավարտ, ինչ կարող են անել։ Ովքեր հնարավորություն չունեն, իհարկե կան, որոնք դիմում են տարբեր շարունակական կրթությունը ապահովելու համար, փոխում են իրենց մասնագիտությունը, տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ, բայց ովքեր չեն շարունակում, ես ասեմ, որ իրենք եւ սովորում են հիմնականում հենագետային քոլեջի ուսանողները եւ ընդգրկված են իրենք խմբերում, արդեն ապարում են, փող են վաստակում, դառնում են հետագայում քիչ-քիչ նվիրյալներ։ Քոլեջի շրջանավարտը ինքը որպես քոլեջի շրջանավարտ կարող է կայացած ինքնուրույն մարդ եւ աշխատաշուկա մտնող մասնագետ։ Այո, կարող է, իհարկե, որովհետեւ այո, կարող է, որովհետեւ յուրաքանչյուր կարողունակ ուսանողը ստանում է եւ հանրակրթական կրթությունը եւ մասնագիտական։ Եվ ինքը ավարտելուց հետո կարող է հանգիստ շարունակել իր մասնագիտությունը։ Իսկ հենագետային քոլեջն այս շրջանում հավատարմագրման փուլում է գտնվում։ Այո, մենք այդ աշխատանքը ծանր, դժվարին, բարդ, միաժամանակ շատ կարևոր մենք հաղթահարեցինք ի շնորհիվ մեր կոլեկտիվի, որը իրոք միշտ պատրաստ էր մինչև ամենաուժ ժամը սատար լինելու եւ պատվով դուրս գալու այս աշխատանքից։ Կարծում եմ դա մեզ շատ կօգնի, մյուս ուսումնական հաստատությունների կողքին կուզենք, որ լինել, այո, հավատարմագրված, լինել առաջատար, լինել ժամանակի պահանջներին շուտ արձագանքող։ Գրեխան չնայած երիտասարդ տարիքին աշխատանքային հարուստ կենսափորձ ու անցած ճանապարհ ունեք։ Ինչ սովորեցիք այդ ճանապարհին։ Ես ենթադրում եմ, որ խնդիրների ու խոչընդոտների պակասել չունեցաք։ Դժվարությունների մասին աշխատում եմ չխոսել, եղել են շատ, բայց այդ դժվարություններն են մեզ փորձել ուժեղացնել, փորձել առաջ նայել, փորձել հարթել մեր ճանապարհը։ Այո, դրա շնորհիվ է, որ մենք ամրապնդում ենք։ Հաջողության ճանապարհը հարթելիս ամենակարևոր ձեռքբերումները որ մեկ համարում։ Հաջողության ճանապարհը ես միշտ ասում եմ, որ այն միայնակ չէ ձևավորվում։ Այն ձևավորվում է մեր ընկերների, գործընկերների,
շրջապատի մարդկանց քաջալերության շնորհիվ։ Եվ երբ ես հետադարձ հայացք եմ նետում իմ անցած ճանապարհին, այսօր վստահ կարող եմ ասել, այո, հաջողության ճանապարհը միայնակ չէ։ Այն մեր ընտանիքի, սիրո, ընկերների, գործընկերների, շրջապատող մարդկանց եւ իհարկե աշխատասիրության համադրությունն է։ Հուսալի ընկեր է։ Տաթևին կարող ես տարիներով չտեսնել, բայց դա բոլորովին չի թույլ տալիս քեզ կտրվել իրենից։ Եղել են դեպքեր, երբ վրդովված եմ եղել, նեղված եմ եղել, ու վրդովմունքս իրեն եմ պատմել, միշտ կողքից կանգնած է եղել։ Հետո եղել է, անցել է օրեր, իմացել եմ, որ ինքը ավելի վատ հոգեվիճակում է եղել, բայց երբեք ցույց չի տվել։ Շատ լավ ընկեր է։ Եվ երբ փորձում ես իրեն սատարել կամ ինչ-որ բարոյահոգեբանական նեցուկ լինել, նա դեռ մի բան էլ ինքն է սփոփում ասելով, որ մեկ նախադասություն է արտաբերում, կյանք է ինչ արած։ Տիկին Կուրեղյան, իսկ երբ հետադարձ հայացք եք ձգում անցած տարիներին, ուսուցչից մինչև ռեկտոր, կնոջից մինչև տատիկ, ձեր ամենամեծ ձեռքբերումը ո՞րն եք համարում։ Այս ամբողջ ճանապարհին ես արժևորում եմ մարդ լինելու տեսակը։ Կապ չունի դու ուսուցիչ ես, տնօրեն ես, տատիկ ես, մայր ես։ Ես միշտ մանկուց ի վեր ուст այո, շեշտադրումը եղել է դա։ Լավ մարդ լինելը, իտանի մարդ լինելը եւ այդ դերակատարումները սիրով կատարելը։ Տիկին Կուրեղյան, վստահ եմ, որ եւ համալսարանի եւ հենակետային քոլեջի հետ կապված նաեւ շատ սիրուն տեսլական ունեք։ Այո, իհարկե ունենք, մեծ հաջողություն եղավ ձեռքբերում։ Անցած տարի սեպտեմբերին մենք համագործակցեցինք նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ, փորձեցինք ամրապնդել մեր բարեկամությունը եւ միասին որոշել ենք արդեն գծագրվում է մեր գործողությունների քարտեզը հիմնել Կոնֆուցիուսի համալսարան։ Կարծում եմ սա մեծ հնարավորություններ կտա հետագայում։ Ինչու՞ չէ մեր սեփական շենքը ունենալու, մեր դասախոսների փորձը փոխանակելու եւ հակադարձը նաեւ այստեղ ուսանողներ, դասախոսներ։ Տիկին Կուրեղյան, ինձ թվում է դուք տեսակով ու էությամբ մանկավարժ եք։ Ադմինիստրատիվ աշխատանքով ծանրաբեռնված լինելու պարագայում արդյոք չեք կարոտում մանկավարժությունը, լսարանը, դասարանը։ Ուսուցիչը պետք է պահպանի հիմքերը իր ուսուցչի կերպարի եւ քայլի նաեւ ժամանակին համահունչ։ Այդ նորարարությունները լրացնելով հնի հետ միաձուլի։ Եվ մենք կունենանք հրաշալի արդյունք։ Դուք ժամանակակից ուսուցչի կերպարը բանաձևեցիք։ Կարծում եմ այո։ Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրող բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակ սրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։